Հավատքը, ասում ենք, չէ, հավատքի միջոցով, հավատքը դա մի բան է, որը անտեսանելի աշխարհի հետ է քեզ կապում։ Եթե դու հավատք ունես, դու անտեսանելի աշխարհի հետ կապ ունես։ Եվ յուրաքանչյուր ինչ ձևի երկնային մատակարարում ուզում լինի, ինչ որ Աստված մեր համար նախասահմանված ունես երկրավոր կյանքում, դա հավատքի միջոցով է լինելու։ Շնորհքա պետք ես հիմա նեղության մեջ ես, պիտի մի հատ զորություն իջնի քո կյանք, հավատքի միջոցով է լինում դա։ Այն քույրիկները, որ պարետային որ պարետը բռնեց, իմաստուն պատասխան, դա ոնց տրվեց իրանց, հավատքի միջոցով տրվեց։ Աղաղակ բարձրացին երկինք, ասին Տեր, պատասխան չունեմ, չեմ էլ ուզում մեղանչեմ։ Ու իսկույն երկնքից պատասխան եկավ։ Ինչ ասեմ, ամուսնանալու կարիք ունես, տան կարիք ունես, մեքենայի կարիք ունես, ինչիք, տեսեք ինչ նյութական բաներ եմ ասում, չէ՞։ Ինքը էլի հավատքի միջոցով է, մեր մոտ դա հավատքի միջոցով է։ Աղբերը աղոթք անում, ասում է Տեր ջան, ավտեմ ուզում էլի մի հատ օրհնի քո ձեռը տենամ էլի։ Տեսեք, փողը գրպանը, ավտոն շուկան, բայց ինքը աղոթք անում։ Ինքը չի ուզում սխալվի։ Քույրիկ գիտեմ, կոշիկա ուզում առնի իրան, չի ուզում դուրս գա, Երևանի կեսը ման գա, հոգնած գատուն։ Կամ մի բան առնի, բերի հաջորդ օրը տանի հետ, դա չի ուզում։ Ասում է Տեր ջան, ոչ հավես ունեմ, ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ։ Իմ ոտերը ուղղի են տեղը, որտեղ իմ կոշիկը կա։ Ու Տերն այդ քույրիկի ոտերը Տերն ինձ ուղղեց, գնաց մի հատ խանութ, մտավ այդ խանութ, այդ խանութում հենց հայացքը գցեց պոլկին, տեսավ իր սապոգները, դա դրած են։ Ոտը մցնելը մեջը, պատտալին ոտը մտավ մեջը, ցեպը մինչև վերջը բարձացավ, կաշի փափուկ, տակացուն, սաղ իր ուզածը, զարգաստարը տեն չեն կարի։ Կոշկերը զգում եք օրհնությունը որն է։ Ու սա հավատքի միջոցով է, ժողովուրդ ջան։ Ես Սուրբ Հոգով չէի կարող մկրտվել հավատքի պատճառով, այսինքն հավատքի բացակայության պատճառով։ Մտածում էի ոնց պետք է այդ լեզուներով խոսամ։ Կողքս մարգարեական անոթ է, անենց պատժեշկի եկավ, դե ինքը չգիտի ես ինչ եմ մտածում։ Աչքերը փակ, ասում Աշոտ ջան, ես ինչ մտածում եմ, իր միջոցով կոնտրոլ է գնում։ Ոնց որ կողքս Վիկտոր Զդանևիչը լիներ։ Ասում Աշոտ ջան, դու չես խոսալու այդ լեզուներով։ Դու չգիտես այդ լեզուները։ Վայ, անենց բերդ հապավ, վայ, ասի ես չեմ խոսալու, բայց գիտեմ այդ ես եմ խոսալու։ Դու չես խոսալու ասում այդ լեզուներով, դու այդ լեզուները գիտես որ խոսաս։ Աղոթքի մեջ ինչ մտածում եմ խփում գցում է ինքը, ինչն է գալիս է, որ ես օդի մեջ խփում գցում այդ մարգարեական անոթը։ Մտածում եմ ես ոնց եմ այդ լեզուները խոսալ, տանջվում եմ, ես լեզուները չգիտեմ։ Կողքից պատասխան եկավ, տղա ջան, դու այդ լեզուները չգիտես, ոնց ես խոսալու։ Ասի ճիշտ է, բա։ Ասում եմ հոգին մտնում է մեջ, է Սուրբ Հոգին, ինչն է աղոթում հորը, տենց աչքերը փակ, ես աղոթքի ժամանակ ինքնից կուրացիա անում իմ աղոթքը։ Ինչ եղավ։ Դալշը, հավատքը զգաղում է։ Մի հատ ուրիշ աղբեր ասեց, брат Ашот, в простоте скажу тебе, рыбак легче получает духовное крещение, чем тот, кто закончил университет. Возьмем Джогем Ичнагадуни, рыбак. Аси почему? Асма в голове пусто. Аси, но я еле 10 классов окончил, 10 коридоров, брат. Асма не имеет значения, у тебя здесь очень много хлама. Даже у меня тогда было очень много хлама в голове. И оно не мешало, чтобы я... И оно мешало, вот здесь около чего мы катфем. Այսօր մարտի 28, հա? Վաղը մարտի 29-ը։ 94, 31 տարի վաղը կլերանա, ինչ Սուրբ Հոգով մկրտվել եմ։ Մարտի 29-ին։ Այդ աղբերը սենց աղոթքը տանում էր, հավատքը զգաղում էր,
իմ հավատքը պետք է զորացնել, որտեղ ես եթե էլի հավատքի միջոցով եմ ստանալ այդ հոգու մկրտությունը։ Ու սատանեն ճնշում էր, պապը ուշամկրտվե։ Դե պապան նոր էր ապաշխարե, պապային բան չէ, բայց ասենք հարվածներ գալիս էր, այդ մարգարեական անոթը խփում գցում էր սա հարվածները։ У него был дар вспоможения, он помогал, օգնում էր ինքը ողքից։ Հետո ասում է, Աշոտ ջան, քեզ ասված է տունը պահես։ Զենքը ձեռը տունը պահում ես, տեսիլ կա տենում։ Ասում է, բայց հիմա տանտերն է եկե, դու ոչ էլ տան տիրոջ ես թողում մտնի տուն։ Վախ, ես ասում եմ, ոնց անեմ ես, ուղղակի չեմ կարող։ Այդ պահին Տերը տեսիլքա ցույց տալի ինձ, ես տեսիլք եմ տենում։ Առաջի տեսիլքը մարտի 29-ին եմ տեսել, 94 թվականին։ Իմ ապագա ծառայության մասին։ Անենց տեսիլք էր, որ հետո այդ աղբեր ասում էր, ասում էր, ես պատկերացնում եմ, զենքը դրիր հենվար զենքին, հիացած այդ տեսիլքը նայում էր, Տերը շուտ մտավ տուն, դուրը փակեց, հենց տեսիլքը պրծած ու զենքը վեկարար, էլի на стражу встал, но Бог уже был внутри։ Մամակրտվելու ժամանակ 5 լեզվով աղոթք էր անում։ Ասում բան եղա, ասի հա տեսիլք եմ տեսել, բայց առանձին, всё, ասեց, տեսա, это нормально, это порядок, ես հասկացա։ Ստե, եթե տարի մեկ է տեսիլք է տենում, աշխարհով մեկ առնում, այնտես սպլոշ իրադում է։ Ես обычно տեսիլք չեմ տենում, բայց քարոզելուց Ստավրոպոլում խոսքի ժամանակ տեսիլք տեսա։ Աստված բացարեց եկեղեցու վիճակը։ Մի ուրիշ քույրիկ պատմել եմ, այդ այնքան շատ է, ժողովուրդ, եթե հավատքի միջոցով ոնց որ ասում էր Անդո աղբերը, համարձակությամբ պետք է մոտենանք շնորհած աթոռին։ Դու կարիքավոր ես, բայց եթե չես կարող աթոռին մոտենաս, ասենք բակը դատարկ է։ Պիտի բենզակալոնքի տեղը իմանաս, որ եթե այդ բենզինը լցես։ Տրասի բենզինը պրծել է։ Եթե հավատք չունես, չի լցվի դա։ Հավատքի միջոցով է լինում ժողովուրդ։ Աշխարհ ասում է տենա նոր հավատամ, Աստված ասում է ոչ, կհավատաս նոր կստանաս։ Դա ասո պայմանն է։ Թեպետ ես նենց էի հավատացել Տիրոջ, Աստված ինձ նենց էր կպել, որ ինչ որ բաներ դաժե որ չստանա, դա հեչ վեճ չէ, ինձ մենակ այդ շնորհքներ է տակշրեմ Տիրոջ։ Բրկարար շնորհք այդ Աստծո քաղցրությունը կպել էր ինձ։ Ոնց որ ծովը ցանկներից էլ ինձ բան չէր տակշրեմ։ Թեպետ մարմնի մեջ էի ապրում, տարական բաների կարիք ունեի, վերջը, բայց ինձ արտասուքի հովիտն էր սպասում։ 94 թվականին 93։ Ուզում եմ ասեմ Ժորժ ջան, յուրաքանչյուր հոգևոր մատակարարում հավատքի միջոցով է լինում։ Հավատք ունես, կլինի։ Մի հատ քույրիկ ասում է, Տեր ջան, տունս ուզում եմ ծախեմ։ Միամիտ քույրիկ է, ես գիտեմ այդ քույրիկին, ասին արդեն ընջել է։ Այնքան հասարակ քույրիկ էր, պրաստոյ, բարդ բան ասել, ինքը չէր հասկանանք, ասել, վայ բժժա մի հատ։ Տերը իր հետ խոսում էր գույներով։ Տնից հելել են գնանք իրան մագառնենք։ Աղոտ կարի ինչ որ գույնա տեսա, ասում եմ մագառնելու ենք այսօր։ Ասում եմ որտե՞ղ գիտես նունեք որ։ Ասում եմ ինչ գույն եմ տեսել այսօր, ասի բայց գույնը ինչ է, ասում եմ այդ գույնը էսա նշանակում։ 100,000 հոգու հարցերա տեսիլքի մեջ տենց գույն տեսել ես, ասի չէ։ Այս քույրիկի հետ Աստված այդ լեզվով էր խոսում։ Ինքն 38 թիվ, ինակուր, կոթայ։ Եթե չապաշխարեր, մի հատ բանը որոշել էր թուր վեկալեր, ավտոմատ գնալ Ղարաբաղ կռվելու։ Ընտանիք չուներ, չամուսնացած քույրիկ, ասում եմ հրանային ունե ջան, Տերը քեզ ինչ սա պահե։ Ու այդ թուրը վեկալե ձերձը իրա թուրը տվեց Եքսարի սուրը, հա, սպաշուտ աղբեր մեծ լավ է։ Տեսիլք եմ տեսե այս գույնը։ Գնացինք, մտանք Արկտիկա, ասեց էսա իմ մագը։ Գումար ասեց էսա իմ մագը։ Գումարը տվինք, մագը վերցրինք։ Անտիր մագնիտոֆոն էր, մի հատանոց, կասետանոց մագ էր, լենթով։ Հիմա այդ քույրիկ ուզում է տունը ծախի։ Ասում է Հիսուս ջան, տունս ուզում եմ ծախեմ, սաղ Տիրոջ հետ էր բան անում։ Ասում է հայտարարություն տամ։ Ասում է Տերը ներսից ասեց մի տուր հայտարարություն, ես մարդ ուղարկեմ տունը կառնեն։ Ասում է я не поверила, брат Աշոտ։ Ասին ունի ջան, ես մնացածին հավատում ես, սրան չես հավատում։ Не поверила, ասում է, վերը не хватило, հայտարարություն տվեցի։ Մենք Տիրոջ տեղանենք ինչ կանենք։
խախտած է Տիրոջ խոսքը, Տերը ասել է չտաս, քույրիկը տվեց հայտարարություն։ Մի քանի օրից դուրը ծեծում են երկու կին, տունը վաճառում եք հա։ Վերջը խոսում են գին, բան, նայում են, չեն առնում, գնում են, ասում են Տեր, չարան, ասում են վաղը կգան, այդ նույն մարդիկ ու քոզած գումարը կտան քեզ։ Ստանում է։ Հաջորդ օրը այս քույրիկները, այս երկու կանայք գալիս են, նորից զանգը տալիս են դրան, ու մենք համաձայն ենք, ձեր գումարը տալիս ենք, խորհրդակցել ենք, նույնն ասում եմ մի հատ հարց տամ, էլի, այս տունը որտեղից եք իմացել, որ վաճառ հայտարարությունից, ասում եմ, չէ, ասում եմ, բա որտեղից, ասում եմ, ձեր շենքի տակով քայլում էինք, պատուհանը բաց էր, ոնց որ գետնից մի կես մետր պատվալն է, հետո նոր շենքն է սկսում, բելի տաժ է, էլի, որ տունը խոնավ չլինի։ Լուսամուտը բաց, տենց լիք շենքեր կա։ Դուք էլ եք տեսել, ես էլ եմ տեսել։ Ասում եմ, լսեցի երկու կին, ասում են, գիտես չէ, մեր 5-րդ հարգին ունեն, տունը ծախում է։ Այդ երկու քույրիկին ասում են, մենք էլ տուն ենք ուզում այդ շենքում։ Ռոստին այ։ Աստծո հաշվարկը, լուսամուտը պիտի բաց լինի, Սերուշան։ Տան մեջ հենց այս երկու կանայք անցնում են, այդ տան տերերը պետք է իրար հետ խոսան, մեր 5-րդ հարգին ունեն, տունը ծախում է։ Իրանք մտնեն, բարձրանան 5-րդ հարկ, նույն զանգը տան։ Աստված ասել է, վստահությունը տերում եք որ նաշոր, հավատքը տերում եք որ տան։ Տերը ասել է, քեզ կլինեց ոնց որ Տերը ասել է։ Աստված ասել է, քեզի կին կտամ, ուրեմն կին կտամ։ Սատանեն հետո միտքը բերի, քեզի մուրուքով կինա տալու չես հավանելու։ Մազերը թափած է լինելու, երեսը կնճռոտ է, ինքը չաղ է լինելու։ Դու ելն ես հա ասում ես, բա։ Եկեղեցու մի հատ քույրիկ մոտեցավ ինձ, ասում է, ինձի սենց մտքեր ա գալի, անենց մի հատ հոգին լցեց, ասի սատանային քիչ լսի քույրիկ ջան։ Աչքից դեմ այդ քույրիկի վրից գնաց այդ դաշտը։ Աչքից դեմ, ասի սատանային քիչ լսի, ական ժեր կախը սատանին ես լսում, առավոտ է դիրիկուն սատանին կեզ ինչ ասում, դրա կեսը սուրբ հոգուն լսեիր, հիմա բան էր դարը, այդ եմիտն էր դարը, կամ պիպեք վիրիկը։ Մենք տիրոջը զանազանում ենք տիրոջ ձայնը, Տերը ասել է կորտնեմ, դրանց հետո սատանեն գալել է, չի օրտնեմ, այն Ռաֆիկ աղբերը գիրովական է, որ չեր առանցել, լրիվ իրա պատմածն է, ասում է Անգլիայում ես տենց բան չեմ տեսել, ասում է, եղբայրը կանգնած ասում է Քրիստոսը Աստծո լույսն է, կողքի մուսուլմանը սուտ է, ուր է տես լույս չկա։ Քրիստոսը եկել է մեզ փրկել, սուտ է, ուր է, մեզ չի փրկում։ Ասում է առավոտից իրիկուն քրիստոնյան քարոզում է, մուսուլմանը կողքը կանգնած հակառակում է։ Ասում եմ, Տեր Աստված, ես գերջան չի դիմանա։ Ինչ ինչ համբերություն են ես քարոզիչը։ Ժողովուրդ Աստված ձեզ սիրում, ասում է, սուտ ասում, այդ Աստված հատուկ էս գործիք է եկել է կողքը 12 ժամ էս աղբերը խոսում է, 12 ժամ էս հակառակվում է։ Ասում եմ, այդ իրավիճակները մենք կարանք խոսանք։ Թե կասենք կարան թող գնացից։ Զանգեն Սկոտլանդյար գային տանեն սրան, բայց չեն կարա տանեն։ Կասեն խի տանեն, մի հավատացյալ դու ես, մի հավատացյալ ես, ամեն որտից իմանանք ինքնա ճիշտ է դու Սկոտլանդյարը։ Կասեն թող այդ կգար։ Առավոտից իրիկուն հակառակում էր։ Իսկ մենք հավատք տանում։ Սաղ մատակարարումը հավատքի միջոցով է։ Հավատք ունես, գործեր կունենաս, կիներ կունենաս, ամուսիներ կունենաս, տուներ կունենաս, մենակ Տիրոջը լսի։ Մեր հավատքի առաջնորդին կատարողին նայենք։ Ես իմ ապաշխարությունից 13 տարի հետո եմ ամուսնացել նայակոր։ Ու ոչ մեկի հարցում չեմ արել։ Անեն չի քույրիկներ չկային։ Ոչինչ բաներ կա գզարկվենք։ Ամեն ինչ գիրելի։ Խի, որտեվ ես ուրիշ բան ունեի, ուրիշ գիտություն ունեի։ Կարող է մեկը ինչ-որ փորձի իմով գնա ու իրա մոտ ոչ իման չստացվի։ Որտեվ գիրքը ասում է ինչ հավատքի հասել եք աստիճանին, այդ աստիճանին քայլեք։ Հավատքը չափ ունի։ Ես վստահ եմ, որ ինձ նախորդ պիտի տրվի։ Ով է։ Ես չեմ կարող աչքի տեսածով, ականջի լսածով բան անեմ, ընտրեմ, հարցում անեմ, ասի չէ լավ, նրան չես չէ, իմ ոչ չէր կարող տենց լինի։ Ես այդ հավատքը չունեի, Աստված ինձ ուրիշ գիտություններ բացել։ Ու որպեսզի դրա մեջ մնաս, քեզ էլի հավատք էր պետք։
Դրա համար գիրքը ասում է առանց հավատքի անհնար է Աստծուն հաճելը լալա։ Դու պիտի հավատաս։ Նախ երբ որ դու պուճուր ես ու քո մոտ պայքարա, պատերազմա, դա թերություն է։ Աստված դենում է, դու պուճուր ես, քո մոտ պայքարներ կա, քո մոտ պատերազմ կա, քո մոտ կարա ներսը հակառակություն լինի։ Ինչքան հակառակությունները հարձակվել վրես։ Ես գիտեմ ճշմարտությունը, հարվածի տակ եմ, ես գիտեմ հարձակում ա վրես։ Տեր ջան, օգնի ես դիմանամ, անցնեմ, չչարանամ, չհակառակվեմ, այդ սատանի խելքին չընկնեմ։ Դա հոգևոր պայքար է։ Դու պուճուր ես, Աստված հասկանում է քեզ։ Բայց երբ որ դու արդեն հասուն Տիրոջը չես հավատում, դու իրան վիրավորում ես։ Դու իրան սուտ ես հանում։ Մենք ուղղակի այդ գիտակցությունը չունենք։ Դու իրան սուտ ես հանում։ Ասում եմ, եթե Աստծուն չենք հավատում, Աստծուն սուտ ենք հանում։ Աստված մի բան ասելա, չեմ հավատում։ Հələ աշխարհի մի հատ հեղինակավոր մարդու ասածին մի հավատա։ Հələ տենամ գիշերը կքնես։ Անեն զորը կդնենք ես, հələ հարցա դուտից սաղ սալամատ կետաս թե չէ։ Բան են ասում, չես հավատում, էդի սպրոս կանեն։ Էդի վիրավորվում, սուտ ես հանում ինձ։ Բայց Աստված չի վիրավորվում։ Ասում է հավատա, ես կանեմ։ Ինչ է նշանակում, ինքը հերա։ Հավատ ասում է, ես կանեմ, վստահ ինձի։ Ու Տերը կտա, ուղղակի համբերել է պետք։ Ինչա Պողոս ասում, հավատքով եւ համբերությունով ժառանգում են կոստմիկները։ Հավատք եւ համբերություն։ Իրավունք չունես այս երկու հարցում կաղազ։ Պիտի հավատաս, պիտի համբերես։ Հա, արան այս փորձություն լինի, հավատքդ 1000 կտոր լինի, թափվի հավատքդ, փշրվի։ Բայց հետո Տերը կհավաքի այդ հավատքը, կզորացի նորից կտա ձեռդ։